Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք Հայկ Սուքիասյանի հետ, Քրիստոնեական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահի, բարև պարոն Սուքիասյան։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Պարոն Սուքիասյան, ինչպես գիտեք, ընտրություններից առաջ բազմաթիվ անհատներ կուսակցություններ են ձևավորում կամ խմբեր միանում են կուսակցություններ են ձևավորում եւ հայտ են ներկայացնում առաջիկա խորհրդանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդպիսի մարդկանցից մեկը Արման Թաթոյանն է, որը հայտարարեց կուսակցություն, ավելի ճիշտ տպավորություն է, որ չեն ուզում քաղաքական process-ների մեջ մտնել, ավելի ճիշտ ուզում են քաղաքական process-ների մեջ, բայց քաղաքական կուսակցություններ չհիմնելով, ասում են նախաձեռնություն, ասում են ինչ-որ կամավորական շարժում, բայց ոչ կուսակցություն։ Սա ինչ ֆենոմեն է եւ ինչպես կբնութագրեք կամ կբնորոշեք այս փորձերը տարբեր անհատների մտնել քաղաքական process-ների մեջ, Աբրահամ Կասպարյանն այդ մասին հայտարարել եւ այլն։ Դե նայեք, ընդհանրապես որ մարդիկ անհանգստացած են իրենց պետության ճակատագրով, դա նորմալ է, իսկ հայությունը չափից շատ է անհանգստացած, բայց ոչ թե գլխավորապես պետության ճակատագրով, այլ որովհետև դա մեր բնավորությունն է, մենք անընդհատ երկ ենք որոնում։ Հիմա նայեք, ենթադրենք կա իշխանություն, չէ՞ որ քաղաքականություն ունի, կուրս է վարում, լավ, վատ, ճիշտ, սխալ, բայց հայությունը գիտի ինքը պետություն չունի, ինքը իշխանություն չունի, ամենը երկ է որում, ինչ է լինելու մեզ հետ բան, սա մեր բնավորությունն է։ Մի հատված կա, որ տագնապի մասնագետ է, ինքը այն գլխից տագնապը գցում է, հետո ասում է, որ իմ ասածը չանեք, կատաստրոֆա է լինելու, այդպես հատված էլ կա։ Մի հատված կա, պարզը, որ Հայաստանի ինչ հեղափոխական անցյալը եւ դրանց հետ գործակցած անձիկ, պարզը, որ սպասարկում են գլխավորապես ոչ հայաստանյան շահեր, օրինակ այս մարդը կամ իր նմանները ինչու են խուսափում կուսակցություն բառից, կուսակցություն հիմնադրելուց, որտեղ իրենք գիտեն, որ իրենց թագավորության դարաշրջանում իրենք կուսակցություն երևույթը շատ են փչացրել, մարդիկ երբեմն նաև արգահատանք ունեն կուսակցությունների նկատմամբ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, օբյեկտիվ պատճառներն է, որ այս մարդիկ այլասերել են քաղաքական դաշտը, քաղաքական կյանքը եւ կուսակցությունները։ Դա մարդը խուսափում են, շարժում, չգիտես, նախաձեռնություն, կամավորական շարժումներ են ասում, շարժում քաղաքակրթական է լինում, շարժումը ո՞րն է, կամ նախաձեռնություն, չգիտեմ, հա, բայց դա իրենց մեղավորությունն է, թե չէ կուսակցությունը հատկապես պարլամենտական երկրում ամենակարևոր ինստիտուտն է։ Պարլամենտական երկրում գլխավորը ոչ նախագահն է, ոչ վարչապետը, ոչ վարչապետի հորողբոր տղեն, գլխավոր ինստիտուտը կուսակցությունն է, բայց իրենք փչացել են, դա համար խուսափում են։ Նաև վերջերս ենթադրում եմ ոչ շատ երկար ժամանակ առաջ, վերջին երկու տարին ԿԳԲ-ից ենթադրում եմ ներդրված նորելուկ օբյեկտիվիստներ կան, որոնք այտենց ոչ նախկին, ոչ ներկա, Սևերի սպիտակների մի բաժանեք, նախկին ներկա չկա, ոչ թուրք, այս խոսույթի շրջանակներում իրենց տատերի հետ պայմանավորված իրենց ծրագրերը ներկայացնում են որպես Հայաստանի փրկություն։ Բոլոր նրանք, ովքեր որ կգան հետևյալ դիսկուրսով, ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, ուրեմն հաստատ ռուսական է։ 100%, այտենց, որովհետև երկընտրանքը նայեք, էլի երկընտրանքը պահում են։ Հո Հայաստանը չի ծնվել այս երկու գիշատիչների մեջ հարց լուծելու։ Բայց տեսեք, մենք ունենք 100 տարվա, իհարկե 100 տարվա բան է, էլի։ Մեր վզին նախ Բանաձևը ինքը կա, եղել է։ Բայց նաև Բանաձևը պրոպագանդվել է որպես Հայաստանի կենսագործունեության միակ ոլորտ։ Երբ որ դուք ռուսական չեք, անպայմանորեն թուրքական եք։ Այս թեզը կողքից կա։ Եվ այն մարդիկ, ովքեր որպես հասուն օբյեկտիվիստներ, որպես նորելուկ, չգիտես, ոչ այն, այդպես ներկայանում են, եւ հանկարծ եթե որը մեկ ասի, ոչ էս պետք է լինի, ոչ Ռուսաստան պետք է լինի, ոչ Թուրքիայի գերակայություն պետք է լինի, հաստատ տակը ռուսական ԿԳԲ-ն է, որ տակը շալվարը հանեք տակից թաթարը երևալու է։ Այդ իմանաք, բայց դե ամեն դեպքում մարդիկ են, որոնք
այտենց մասով ներկայանում են, այսինքն տեսեք ինչ է, այս վերջին 5 տարում գետնի տակից ինչ կա հանեցին, դարակներում դարսած պաշկեքով հայրենասերներ ունի Ռուսաստանը, որտեղ մենք 200 տարի մեզ փչացրել են, գաղափարապես, ֆիզիկապես, ամեն ինչով ռուսները, դարակներում դրած էս արևմտամետների դարակն է, բայց արևմտամետների դաշտում աշխատող KGB-ն է, էլի, այս դարակից արևմտամետ են հանում, այն դարակից հակաթուրք են հանում, այն դարակից չգիտես ինչ են անում, շպրտում են մեր դաշտը։ Հիմա բայց այս շպրտվածների թվում էր Արման Թաթոյանը։ Նայեք ոնց է, ինքը վերլուծենք, էլի, ոչ թե այս գլխից կպցնենք վրա, վերլուծենք, հետո կկպցնենք, էլի։ Բայց դա կպցնելու ենք, բայց վերլուծելով անենք, էլի։ Այս մարդը մարդու իրավունքների պաշտպան է, չէ՞, աշխատել։ Դա հենց առաջ արտադրության նախարարի տեղակալ բարետես մի մարդ, չէ։ Աշխատել է մի դարաշրջանում, որտեղ Հայաստանը հավանաբար եղել է անիրավված պետությունների շարքում աշխարհի, չէ։ Ինքը բաղոնի բացատրելու թե չէ։ Ինքը թող դրան, ինքը թող ինչ է արել, որ այդպես չլինի։ Այսօր ում խոսում է սակվի դեմքով եկել է բան է բացատրում, ախպեր, ընկեր, տատուս արել, այդպես չի։ Դուք պաշտոններ եք, չէ՞, զբաղած, որտեղ է ձեր ստեղծած պետությունը, որտեղ է ձեր ստեղծած մարդու իրավունքը։ Դուք կարող եք ասել, այդ ժամանակ Հայաստանում արտագաղթը եւ իր ժամանակ իրենից առաջ, ընդ որում ասեմ, արտագաղթ չի, ավելի շատ փախուստ է եղել երկրից, որտեղ արտագաղթ բոլոր ժողովուրդների մոտ էլ այս դա արտագաղթը բնական բան է, միգրացիան, թռչունների մոտ էլ կա, չէ՞, գնում են տակերկներ, հետ են գալիս։ Խոպանչին գնաց աշխատեց, հետ եկա, բայց մեր մոտ փախուստ է եղել երկրից։ Փախել են արդար պետությունից, փախել են մարդու իրավունքները լավ պաշտպանող պետությունից, թե հակառակը։ Հետևաբար, բայց հիմա այս մարդիկ, այս ինչ որ կա Հայաստանի ծանրագույն օրերը, որը մենք հաղթահարում ենք իհարկե։ Իրենց արածի հետևանքն է, չէ՞։ Հիմա իրենք եկել են, ինչի դեմ է խոսում, ես ուզում հասկանալ, էլի։ Ինչ է առաջարկում։ Եկել է այն գլխից, նայեք, եւ գալիս են հիմնականում, ոչ թե պոզիտիվ ծրագրով, այլ նեգատիվի վրա։ Գալիս են իրականությունը ժխտելու վրա։ Ինքը գալիս է մի հատ ասում է, սա վատն է, չէ՞, բայց հենց մի հատ վերլուծ է, կարող է լավ բան էլ կա։ Ինչ է հենց այն գլխից մի հատ վատով գալիս։ Նշանակում է տակները թե։ Հակառակը, պարոն Սուքիաշյան ասում է, մենք գալիս ենք միավորելու, բաժանարար գծերը ջնջելու, դրա ինչն է վատ։ Այսինքն, չէ, ինքն միասնական թևեր տաժի անում։ Այսինքն այտենց չի, չէ, ինքը ասում է այտենց չի, չէ։ Ինքը որ գալիս է անելու, դա նշանակում է երևույթը այտենց չի, ինքը պետք է անի, չէ։ Բայց դա այդպես կա հիմա իրական բաժանված չի հասարակությունը։ Չէ, բաժանված չի, հասարակությունը բաժանված չի։ Մեր հասարակությունը միասնականը պետություն է ուզում։ Մեր հասարակության հետ կապ չունեցող հայկական տեսքով անունով մի հատված կա, որը մեր հասարակությունից հեռացած է։ Բարձրապես մենք սա չենք ուզում ընդունել։ Այս մի Հայաստանի ինչ հեղափոխական անցյալի դերակատարները եւ մեր հասարակության մի հատված ռուսական աշխարհայացքով մի հատված մեր հետ չի։ Սա ցավալի բան է։ Նայեք, մենք ռեսուրս ենք ծախսում, ժամանակ, ներվեր, էներգիա, փող, որ այս հատվածին վերադարձնենք հայկական իրականություն։ Սա դեստրուկտիվ աշխատանք է։ Մենք իրենց հայկական իրականություն վերադարձնել չենք կարող։ Այդ հատվածը մեզից հեռացել է։ Բայց հիմա մեզ ինչ են արել։ Մեզ դրել են ասում են միասնական դար այդ հատվածի հետ։ Այդ հատվածից ես միասնական չեմ կարող դառնալ։ Քանի որ համել չեմ կարող դառնալ, ասում են միասնական չեք։ Մենք միասնական ենք, հայությունը հավաքական, իր պետության հետ է։ Պարզապես Իրանի իր մարմնից փոկված մի հատված Իրանից վաղուց հեռացել է։ Բայց այդ հատվածին դրսից ներսից պահում են իր կողքը, ասում են հետը կգնաս միասնական կլինես։ Սան էլ ասել են միասնական չլինես։ Հիմա այս ուժերի նպատակը ո՞ն է միասնական։ Ինքը բերել է օրինակ ես օրինակ Հայաստանի ինչ հեղափոխական անցել եք, ո՞նց է միասնական լինելու։ Ո՞նց։ Հիմա նպատակը այս ուժերի ո՞րն է, պարոն Սուքիաշյան, ընտրություններից առաջ ստեղծում են միավորներ, մասնակցել են ընտրություններին, ակնհայտ է, չէ՞ որ այդքան ուժեր չեն կարող խորհրդարան անցնել, բացի դա ակնհայտ է նաև իրենց փոխկապակցվածությունները նախկին իշխանությունների, իշխանը նրանք հերքեն, եկեք անկես լինենք իրար հետ։ Դե հա, չեն կարող հերքել, որտեղից հերքել, այդտեղ իրենց վրա ջնջելով չի, ջնջեն թազատակից մարդ դուրս գային, բարձ է ովքեր են։ Եվ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ես բոլորը մոդելավորել եմ։
Բարձրապես տարբեր ուժեր, տարբեր ֆունկցիա ունեն։ Ուժեր կան, որոնց վրա դրված է, նայած ով որ դաշտում են, ում որ դաշտում են տեղավորել, ել եմ ասում, կան նորելուկ օբյեկտիվիստներ, որոնք Հայաստանի փրկության ծրագրեր են առաջարկում, որ իրենք էլ չեն կարդացել իրենց ծրագիրը, որովհետև իրենք այդ ծրագիրը չեն էլ գրել։ Բայց այտենց եկել են, սա էս մի դաշտն է, բայց հաստատ ԿԳԲ-ն է։ Սրանց վրա ֆունկցիա կա դրված, մի քիչ ձայն տարեք, ասենք 1%, 2%, 5%, չգիտեմ, իշխանությունից կտանեք, մեզնից կտանենք, կարևոր չի։ Եվ այս հատվածը շատ են, ենթադրում եմ իրենք էլ են, ինքն էլ է այդ հատվածի մեջ, իրենք չեն անցնելու, բայց ֆունկցիա ունեն, այս մարդիկ համաձայնել են այդ ֆունկցիային, 2% տանեմ, 1% տանեմ։ Այսինքն իրենք թույլ չեն տալիս, որ մյուս օբյեկտիվ դաշտը, որը հետաքրքրված է Հայաստանի ապագայով, որը իրենց նման ընդդիմադիր չի, ընդդիմադիր է, բայց մարքսիստական աշխարհընկալումով ընդդիմադիր չէ, այսինքն անպայմանորեն, եթե ընդդիմադիր եմ, հակառակով զռամ, հակառակով բառը չեմ, իշխանության ոտքից քաշեմ գերեզման չէ։ Իրենք չեն թողում, որ այս դաշտում կոնսոլիդացիա լինի, ձայներ են փախցնում, այդ մեկ։ Մի հատվածը դե իհարկե մոբիլիզացիա կա, փող ունեն, շուտ գեներալներ կան, մարդիկ տենց իրենք են միավորվում Հայաստանի միջեղափոխական անցյալ հետ, ես ներողանանում եմ արդեն, արա, ոնց է գնում, դուք միանում, ասենք Հայաստանի հակապետական սեգմենտի հետ, եւ անունը դնում եք բան, որ դուք տենց որոշել եք, որ ինքը շատ երիտասարդ մարդ է, դու էլ պետք է գնաս իրան պաշտպանես։ Խոսքը Սամվել Պապայանի եւ Արթուր Վանեցյանի միավորման մասին։ Հա, իհարկե, եւ սա շատ վատ բան է, էլի։ Ժամանակին օրինակ մենք էլ ես էլ անձամբ հույս ունեի, որ օրինակ թեկուզ Ղարաբաղում չեն կարողանում հարց լուծել, իրենց գեներալին տան մի հարց լուծի, բայց դե եթե էս է, ասենք մարդ գնաս միանաս, մարդը ասում է Ղրիմը տատունս է, եւ դու գնում ես միանում ես դրան, որովհետեւ Ղրիմը իր տատունն է, բա քո ինչն է։ Այսինքն մարդիկ բացատրելու բան է, բայց տեսեք ինչ են արել, անունը դրել են դե երիտասարդ է, որպեսզի ծածկեն, որ այտենց ԿԳԲ-ի հետ հարցեր կա։ Այսինքն տեսեք, Հայաստանի ինչ հեղափոխական անցյալը, դրանից հետո ձևավորված նոր ռուսականն աշխարհայացքով հատ ինչ կա գետնի տակից անած է։ Բոլորի վրա կա հրաման, մոբիլիզացեք։ Եվ երկրորդ է հարցը, եթե եւ այս հատվածը շատ ագրեսիվ է, նայեք, եւ իրենք միգուցե նաեւ որոշակի արդյունք կունենան, որովհետեւ նայեք, նախ 5 տարի է մենք տեղեկատվական ճշմարտ տակ են գտնվում հասարակությունը, անընդհատ ամեն ինչից սարքվում է բացասական հոգեբանական գրոհ, ասենք սպանություններ կա, դրա վրա մի ամիսը, 2 ամիսը ժողովրդի ներվեր են ուտում, մի քանի հոգի մեդալներն են հանձնում։ Ասենք ես ինչ եք մեդալներ եք հանձնել, արա, ինչի։ Դուք կարվել եք իշխանության դեմ, թե ձեր պետության համար։ Ես եմ հասկանալ, էլ, եւ որ մեդալներ, այս ինչ որ կա, սա պատերազմի արդյունք է, չէ՞։ Այդ պատերազմի հետևանքով է, չէ՞։ Դուք կարող եք Մանհեյմի գիծն եք գծել, բանը Հադրութի վրա Մանհեյմի գիծը գծել եք, ես Հայաստանը հանկարծ անձնել է, չէ՞, սա պատերազմի արդյունք է, ինչ եք հանձնում մեդալներ հետ։ Դա ինչ վերաբերմունք է, էլի։ Ինչ վերաբերմունք է ձեր պետության նկատմամբ։ Այս հատվածը ներողություն, այս հատվածը մի կողմից։ Ես սրանք փող ունեն, կարողացել են համայնքները վերցնել, առանձին տեղեր, օրինակ Գյումրին օկուպացված համայնք է, օկուպացված համայնք է, օտար պետության աշխարհայացքով եւ ճորտություն քարոզող մարդու կողմից, օկուպացված է Գյումրին։ Եվ իշխանությունը բան ունի ասելու, թե չէ։ Նայեք, պետք է իմանաք մի բան, դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած բռնապետությունը դեմոկրատական չի։ Դա դեմոկրատական ճանապարհով ձևավորված դիկտատուրա է այնտեղ։ Հարց լուծելու եք, թե չէ։ Եվ այլասերել են այս մարդիկ այդ ընթացքում պետությունը, չէ։ Այսինքն հիմա եւ այստեղ նայեք, իշխանությունը հանկարծ շարժ չկցի դեմոկրատիայի վրա։ Մարդիկ կան, այդպես բան, իմ թուլությունը ոնց որ հայություն է։ Թուլությունը քցի եկեղեցու վրա, թուլությունը խաչին տերն է զորացնում։ Ուժեղացեք տեղերից դուք ձեր համայնքները դուք եք զորացնում։ Ոչ թե համայնքը դեմոկրատական ճանապարհով հանձնես ուրիշի ճորտին։ Եվ դու բացատրես, որ դա դեմոկրատիա, սա լավ բան չի։ Սրանք համայնքներով տարբեր տեղերով գալիս են եւ
Հաջողություն կունենան թե չէ, որոշակի կունենան, այլ հարց է, որ մեծ կունենան թե չէ, այստեղ նաև մեզից է շատ բան կախված։ Պարոն Սուքիասյան, արդյոք այս ուժերի ստեղծումը հենց Գյումրիի երկու սցենարը կրկնելու համար է, որովհետև այդ մասին խոսեց իր հասունությունում նաև Ռոբերտ Քոչարյանը, ասաց, որ այո, ինքը մտածում է, որ խորհրդանում առաջիկայում կարող են մեծամասնություն կարող են անցնել իր ուժը ընդդիմությունից, Սամվել Կարապետյանը, ցանկություն հայտնեց, որ եւս երրորդը կլինի, բայց չգիտի կլինի թե չէ։ Այսինքն իշխանությունն է, ԿՊ-ն կլինի, իրենք ու Սամվել Կարապետյանը նշեց, որ դրանից հետո համագործակցություն, կոնսոլիդացիա բառափոխարինած համագործակցությամբ դժվար է պատկերացնել, որ տեղի չունենա ու այդպիսով Գյումրի երկու սցենարը համապետական մակարդակով իրականացնեն։ Այո, դե որ ցանկությունները փորացավը դա է, պարզ է։ Որ չեն հրաժարվելու այդ ծրագրից, էլի է պարզ։ Սրանք համառ սեգմենտ են 100 տարի առաջվա հայտնի հայ նոր բոլշևիկներ, մեր ժողովուրդը սրանց լավ գիտի, չարացած սեփական պետության եւ ժողովրդի դեմ, ատում են սեփական պետությունը եւ ժողովուրդը եւ միակ բանը, որ իրենց մեջ ամենաշատն է զարգացած, դա ճորտության բնազն է, դա զարգացած է իրենց մեջ, որովհետեւ այս կարգի թշնամանք սեփական պետության դեմ, չգիտեմ, էլի, ասենք, ով կարող է ունենալ սեփական պետության եւ ժողովրդի, բայց այս հատվածը այդպեսին է, բայց նկատի ունենք, որ այդ հատվածը սիրահարներ ունի։ Նկատի ունեցեք, մեր ժողովրդի մեջ կա հատված, որը ճորտության սիրահար է, կա, ինչ ուզում եք արեք։ Չի կարող պատահի մի ամբողջ ժողովրդի քանի տոկոս է դրանց այդտեղ, 22%, մենք պետք է գետինը մտնենք, գետինը, որ այս ճորտերին խորհրդանեք դուք, ճորտերին Ում կարևոր չէ իմ դեմ։ Դուք իմ դեմ չեք կարող ձեր երեխուն մատաղ անել, չեք կարող, որովհետև իմ դեմ եք, չեք կարող։ Նշանակում է դուք հոգեկան խնդրեմ ունեք։ Սա մեր ժողովրդի մի հատվածին է վերաբերում։ Սա մեկ, բայց իրեն գիտեն, որ կա այդ հատվածը։ Մեզ մոտ նայեք, վատթարագույնը գիտեք որն է, որ ռուսասիրությունը վերածվում է հակապետականության։ Դա մե մարդը կարող է լինել ռուսասեր, դա մարդու իրավունքն է, բայց մեր ռուսասիրությունը խնդրեմ ունի։ Դա հայությունը վերածում է ճորտի։ Ինչ ուզում եք արեք, փոխում է ամբողջ էությունը։ Հիմա այս մապարզը գնացել է հազարականը ստացել հետ է եկել նախ ասելիք չուներ, եկել էր ասել ինչ անենք, տղեկ, վզներից դրած է։ Վզներից դրած է, ինչ անենք, որ այս Գյումրին միացտեղ կրկնվի։ Եվ եկել է հիմա բանը, ռուսական տեսակետը հայտնել է, հիմա բոլորից ենթադրում եմ ինք մոնիտորինգ է անում, ովքեր իրեն արձագանքելու, ոնց պետք է անեն, որ այդ սխեման աշխատի։ Այսինքն ասուլիսը դրա համար էր։ Հա, իհարկե, բայց ինչի համար է։ Ներ քաղաքական կյանքը մխտարի, գլխավորապես, կեղծ թեզեր դնի շրջանառության մեջ, կանանց վիրավորի, եթե օրինակ Ֆրանսիայում ինքը տենց արտահայտություն աներ, ես ենթադրում եմ Էֆելյան աշտարակից 5 անգամ կախել էին թարս ոտերից, թարս, եւ դա հայ տղամարդ, նախագահ, թարս ոտերից կախել էին, կանանց նկատմամբ, բայց անասունի նման վերաբերմունք արտահայտելու համար։ Բայց կա այս մարդը, մխտարում է մեր ներքաղաքական կյանքը, Նաև հա ԿԿԲ-ի գործակալական ցանցի գործ է անում եւ նպատակը դա է, այո, գնալ ամեն հնարավոր մոբիլիզացիայով, տեսեք, բոլոր ռեսուրսները հանած է, էլ թաքցնելու բան չկա, գեներալ, բանում, ղարիմը քերուս կանգա սիրածին Այնտեղ Եվրոպամետ, այնտեղ մարդու իրավունք, բոլորին ջրի տակից հանած է։ Վերջին մոբիլիզացիան է։ Կլինի։ Գլխավոր վերջի գրոհն է պետության դեմ։ Հիմա այստեղ իհարկե մեզնից էլ շատ բան կախված, մեր տիպի քաղաքական ուժերից, բայց նաև իշխանությունից շատ բան է կախված։ Ես եմ իշխանությունը իմանա մի բան։ Իշխանությունը հանկարծ բան չբացատրի։ Հանկարծ տատուս արև դեմոկրատական ճանապարհով իշխանությունը հանձնեմ իրան։ Դա դեմոկրատիա է։ Դուք դեմոկրատական ճանապարհով իշխանությունը կարող եմ ես դեմոկրատական ճանապարհով պարտվեմ իշխանությունը հանձնեմ ձեզ։ Բայց ես դեմոկրատական ճանապարհով չեմ կարող պարտվել հակապետական սեգմենտին։ Չեմ կարող։ Եվ իշխանությունը ոչ մի բացատրություն չբերի։ Դեմոկրատիա է։ Էպիզոդները, պարոն Սուքիասյան, երկու կողմերը իրար տալիս են, ասում են, դու ես հակապետական, ասում են, չէ, իրենք դե ասեցի, այդ ռուսական կալինկան է, 200 տարի է, կողից ձեռնում է։ Դուք բանը ասում եք, ինքը ասում է բ Դուք նայեք, այստեղ ոչ մեկ թրքահպատակ չի։ Իրենք թրքահպատակել են, իրենք ճորտել են, իրենք ամեն ինչ են իրենք։ Տեսեք, այս պետությունը
Այս 5 տարվա մեջ ցավերից, վերքերից, այդպես աշխարհի խնդիրները վրան, վերջը երկերը չէ որ ունեն։ Սխալ, ճիշտ, չգիտեմ։ Ինչ որ բաներ են, չէ, Ամերիկայի ճարեբերեր են, դե Ռոմի ստատուտ, չգիտեմ, խաղաղության համաձայնագիր, չէ։ Տեսեք, քաշում են ոտերից գերեզմա, թուրքամետես, ռուսամետես, թուրքամետը դուք եք ձեր տատերն են։ Բայց դա ռուսական KGB-ի 100 տարվա թեզն է։ Հենց ինձ դիսպոկվեն ասա թուրքամետ։ Եվ Հայաստանում բան կա, KGB-ի վիլսոնագետներ կան, KGB-ի։ Տեսեք ինչ են ասում, այդ մարդիկ ամերիկամետ են, չէ՞։ Եվրոպամետ, ամերիկամետ։ Այս պետությունը գնացել է Ամերիկային բերել է, Ամերիկայի անունը դրած է, չէ՞, Թրամփ այդ կարևոր չի, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների անունը, չէ՞։ Ասում սխալ ես բերել։ Դե ասում են Թրամփը այնքան էլ։ Չէ, դե հարցը գիտեք որովհետև KGB-ից ասել են, կասեք որ սա Հայաստան ԱՄՆ չի։ Սա Հայաստան Թրամփն է։ Թրամփին էլ կվարկաբեկեք, կջրեք կգնա։ KGB-ի գործելավոր չէ, իրենք գիտեն բանը, իրենց կարդացած գրքերը, իրենք մեր կարդացած գրքերը պետք է 40,000 տարի 400 հոգով կարդան, էլի չհասցնեն կարդալ։ Իդեպ Նարեկ Կարապետյանը այսօր Կարփիս Փաշյանի հետ հարցազրույց ասեմ այդ հաղորդման շրջանակներում անդրադարձել էր այդ հարցին, ասել էր որ տարածաշրջանում արևմուտքը ներկայացված է Թուրքիայի դեմքով ու ինքը նաև Ֆրանսիային օրինակ բերում, Ֆրանսիան չի կարող Կովկասում խորը հարցեր լուծել, ռազմավարական բնույթի հարցեր լուծել, եւ մենք պետք է տարածաշրջանում մեր հարաբերությունները կարգավորենք մեր հին դաշնակիցների հետ, ենթադրում նկատի ունի Ռուսաստանը, Իրանը կամ Վրաստանը երևի։ Ինքը Դուգինի հոդվածն է կարդացել, երևի կամ էլ տվել են, ասել են կասել, Դուգինը, ռուսներն են ասում, ասում է Ֆրանսիան մեր ազդեցության տարածաշրջանում գլխավորապես Հարավային Կովկասում մոծակ է։ Ինքը ուժեղ է Աֆրիկայում։ Ասում Աֆրիկայում 5 պետություն ուներ դաշնակից, կորցրեց այդ կարողացող է այդքան ներուժներ թող Աֆրիկան պահեր։ Ասա դե Ռուսաստանը ուժ ուներ թող պահեր, մենք ենք չէ դաշնակիցը, թող պահեր։ Սիրիան պահեր։ Նայեք տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիային պահող պետությունը Ռուսաստանն է։ Ֆրանսիան չի։ Ֆրանսիան չի։ Բայց եթե դուք ասում եք Ֆրանսիան այդ ուժը չունի, չէ՞։ Բայց եթե Ֆրանսիան ուժը չունի, այդ ո՞նց եղավ որ Թուրքիան Ֆրանսիայի ներկայացուցիչն է տարածաշրջանում։ Ո՞նց եղավ։ Եթե այդ ուժը չունի, չէ, Ռուսաստանի Թուրքիային պահող Ռուսաստանն է, այդ 100% է։ Մարդիկ տեսեք, բայց ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, ոնց։ Հա ինչի անդամ ուզում է լինի, բայց ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Շոյգուն ասում է իրար հետ այնց աղբերավարի գործարքների կատե, արի աշխարհը տենա զարմանա, ՆԱՏՕ-ն էլ հետ է։ Բայց նրանք չեն զարմանում։ Հələ չեն զարմանում։ Ես չգիտեմ իրանց այդ ինչ պետք լինի, որ իրանք զարմանան։ Բայց սա հարցը գիտեք ո՞րն է։ Սա հոգեբանական խնդրեմ, որ պետք է քննել։ Պետք է քննել, ինչ է ստա դեմները ռուսներին Հայաստանը, տեսեք, ռուսների երամտքով չէր կարող ասել, որ սապոկով կգար կնստեր Շուշիում։ Տարածաշրջանի ամենաստրատեգիական բարձունքներից մեկում, չէ՞։ Մենք ենք չէ բերել։ Բախի թողեց գնաց։ Ինչի թողեց գնաց, որովհետև խնդիրը այս պետությունը լուծարելն է։ Հեղաշրջում անընդհատ Հայաստանում հեղաշրջում անել, այդ չեն կարողացել անել։ Միակ փորացավն այդ է։ Հիմա բայց քանի անգամ այս մարդկանց կան, մարդիկ շարունակում են հավանակի համառությամբ չհասկանալ դա։ Իսկ դուք գիտեք, որ Ռուսաստանը ավտորիտար երկիր չէ։ Նարեկ Կարապետյանն ասում է տոտալիտար հաստատ չի, ավտորիտար էլ չի։ Հավանաբար դեմոկրատական։ Դե բավոն ինչ է։ Դեմոկրատական։ Դե չէ կարող է գոնե ասենք վերջ բանով, այտենց գոնե ասել հիբրիդ ռեժիմ է։ Մի բան ասի, որ ջոկ է։ Ավտորիտարից։ Դե այո, կարող է։ Ավտորիտարի դեմոկրատիայի հələ չկայացած դեմոկրատիան հիբրիդ է, բայց այտենց չի, հիմա ինքը ամբողջ քաղաքագիտական գրականությունը հերքում է։ Ասենք դա ոչ չեղավ էլի այտենց։ Ինքը միջազգային բոլոր զեկույցները հերքում է։ Ինքը նույնիսկ ռուսների միջազգային մեկ կազմակերպություն կա, որը արևմտյան չի ու ասում է, որ Ռուսաստանը չկա։ Դու Պուտինն արևմտյանը դրա համար է տենց են ասում։ Պուտինն է ասում, որ ինքը ավտորիտար է։ Էդի որ իմանա, որ իրեն ասել ավտորիտար չի, գալու են տանեն ձերբակալ են։ Այսինքն այս մարդիկ չեն լսում ինչ է խոսում։ Ավտորիտար է, բայց նայեք, տոտալիտարիզմի ձգտող ավտորիտար պետություն է։
տոտալիտարիզմի ձգտող ավտորիտարիզմ է։ Դա ակնհայտ է, դա քննելի բան չի։ Իրենք ինչ ուզում են բացատրեն, էլի։ Եվ տեսնում եք, որ պարոն Սուքիասյան Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն են, կարծեք թե այդ սառեցման փուլից անցնում դեպի հալեցման փուլի, երեք թե այսօր հանդիպել են նախագահները երկու երկրների եւ Ռուսաստանի նախագահ հերթական անգամ ներողություն է խնդրել Ազալի ինքնաթիռի վթարի հետևանքով եւ նշել, որ այո, խնդիր առաջացել ուկրաինական դրոնների պատճառով հակաօդային պաշտպանությունը աշխատել է, բայց ուղիղ խաբած չի եղել օդանավին, Պեկորնեն են կպել վնասել, հետաքննություն կանցկացնեն, հանգամանքները կպարզեն, փոխհատուցում կտան եւ Ալիևն ու Պուտինը կարծեք թե հաշտվում են։ Սա ինչ կարող է փոխել։ Դե կարծեք թե կարող չէ հաշտվում են։ Նայեք իրենց հարաբերությունները հիմա կախված են մարտավարական հարցերից։ Մի օր լավ կլինի, մի օր ընդհանրապես իրենք նայեք, իրենք բնական ցեղակիցներ են։ Այս երկրորդ նույնիսկ եթե աշխարհագրությունն է Ադրբեջան, դա Ռուսաստանի աշխարհագրության շարունակությունն է, փեշերն է ոնց որ, չէ՞, մինչև Կասպից ծովեր։ Եթե հայությունը որ շարունակում է չհասկանալ։ Հայությունը ինքը իր համար Ռուսաստանին պատկերային նշանակել է դաշնակից, Ռուսաստանին նշանակել է որպես թուրքի դաշնակից, ինքն է նշանակել է իր համար, բայց դա տես չի։ Ատես չի։ Սրանք երկորյակներ են, սրանք քաղաքակրթական չասենք, մշակութային հարազատություն ունեն այդ մեկ, իրար լավ են հասկանում, օրինակ կարող են իրար երեսի թքել, հետո բարիշել իրարից, ոնց որ օրինակ Թուրքիան, չէ, դրեցին ինքնաթիռը խփեցին, դեսպանին գնդակը արեցին, ասես պամիդորները թե սա Ռուսաստան չի գալու, չէ, հետո բաց եկավ։ Տեսեք, այսպիսի մեծ ամոթ Ռուսաստանի համար, չէ, բայց գնաց զիջման Թուրքիային, չէ, նույնն էլ հիմա Ադրբեջանի հետ է։ Բայց սա կարծում տակտիկական է։ Իրենց մեջ կոնֆլիկտ կա։ Եվ կոնֆլիկտը ո՞րն է։ Մեծ ոչրային գործարքն է։ Արցախը քեզ, ես եմ տալիս, Արցախը մեզնից վերցել տվել է Ռուսաստանը։ Եվ այստեղ իրենց օգնել է Հայաստանի մինչ հեղափոխական անցյալը։ Իրենք Արցախի կործանման գլխավոր գործիքներից մեկն են եղել, որ Հայաստանում հեղաշրջում անես։ Հիմա Ադրբեջան Հայաստանում հեղաշրջում չի կարողանում անել։ Հələ դա հետ եկել Հայաստանի խաղաղության համաձայնագիր է նախաստորագրել։ Այսա, որտեվ սա իրականում ու Վաշինգտոնում, այո։ Իրականում մենք տուժել ենք նաև, բայց այստեղ գլխավոր քծված պետությունից մեկը Ռուսաստանն է։ Դա համար կոնֆլիկտ կա, պարզապես մի պահ կսրվի, մի պահ կխաղաղվեն, նայած իրադրությունից։ Կարող է հիմա օրինակ ընտրությունների շեմին ենք մենք մոտենում, պետք չի շատ Ադրբեջանի հետ սրվի, սրան երևի փայփայում է, ասում խաղաղության պայմանագիրը ձգի։ Ինչքան հնարավոր է ձգի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք Հայաստանում հեղաշրջման գնալ։ Իսկ այդ հալեցումը հնարավոր է, հարաբերությունների հալեցումը հնարավոր է, որ ազդի հայ-ադրբեջանական այդ խաղաղության ստորագրման կամ նախաստորագրման վրա այն իմաստով, որ հաշտվեն ու Վաշինգտոնի պայմանավորվածությունները Ալիևը չիրականացնի կամ փորձի չիրականացնել։ Նայեք, դրա հավանականությունը շատ քիչ է։ Նո ասենք գրեթե անհավանական է։ Ռուսաստանի գլխավոր բանը որն է, որ Ալիևին խնդրի կամ չգիտեմ, պարտադրի, որտեվ կարող է նաև պարտադրել, ասեմ ձեզ, որտեվ եթե Ալիևը շատ համառ է, կարող է գործարքի ոչրային մասը բացահայտել։ Կարող է անեն ռուս են, ինչ գիտեք։ Կարող է դրեն ասեն մենք ենք արել։ Բայց կարծում հələ դրան չի ասնի։ Խնդրեն, ինչքան հնարավոր է խաղաղության համաձայն պայմանագիր չկնքես միջև ընտրություն։ Մի քիչ մխտարի, երկու բան էլ արա, որովհետեւ մենք Հայաստանում հեղաշրջում։ Հա, որովհետեւ մենք Հայաստանում հեղաշրջում, մեզ իրենց պետք է Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի եւ դրանց հետ կապված դերակատարներին թեզերով սնել։ Անընդհատ նոր վատթարագույն բաներ է պետք։ Հարցակվել չի կարող, պատերազմի վտանգ չկա, գոնե էս արա։ Այսինքն Ռուսաստանի նպատակ գլխավոր միջոցը ներքին է, մեր անկան ներսից մխտարելն է, 5-րդ շարասան միջոցով հեղաշրջման ինքը Ալիևով մեր վրա ճնշել չի կարող, այս պահին չի կարող, դա համար ենթադրում եմ բանն է, խնդրի, որ մի քիչ դու ձգձգի, մխտարի, որ ես գոնե սրանց թեստ տամ, սնունդ տամ, որ սրանց սնունդ չունեն, որ ընտրությունով հեղաշրջում, այդ է նպատակը։ Շնորհակալ եմ պարոն Սուքիասյան։ Մեր հյուրը Հայկ Սուքիասյանն էր, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։